Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է 148,656 հաշմանդամ։ Ոչ պաշտոնական տվյալներով կան նաև բավական մեծ թվով չգրանցված հաշմանդամներ։ Խորհրդային տարիներին նրանց խնդիրները չէին բարձրաձայնվում։ Վերջին 1.5 տասնամյակում սոցիալ-տնտեսական նոր հասարակարգի ձևավորմանը զուգահեռ հրապարակ հանվեց նաև այս խնդիրը։ Այսօր ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց շահերի պաշտպանությամբ մեր երկրում զբաղվում են մի քանի հասարակական կազմակերպություններ։ Նրանցից յուրաքանչյուրին հաջողվում է լուծել հաշմանդամների բազմաթիվ խնդիրների շատ փոքր մասը։ Սոցիալական այս խմբի վիճակը բարելավելու նպատակով 2006 թվականին մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին, կազմելով հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության դաշինք։ Այստեղ գործելու են զույգ մարդկային սկզբունքներ եւ դաշինքի առավելությունը հասարակական կազմակերպությունների հետ համեմատած կայանում է նրանում, որ գործում է բռունցքի սկզբունք, այսինքն մենք աշխատելու ենք համատեղ, խնդիրները ներկայացնելու ենք ոչ թե մեկ, այլ մի քանի կազմակերպությունների անունից, որը մեր խորին համոզմամբ ավելի ճիշտ է, որպեսզի հաշվի նստեն հասարակական կազմակերպության կարծիքի հետ։ Դաշինքի գաղափարը վաղուց էր հասունացել եւ մինչեւ դաշինքը այս կազմակերպությունները այսպես թե այնպես տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցել են եւ այդ հաջող փորձից ելնելով եւ նաեւ այն փորձից որ եթե միասին ասեն ժողովրդական ասացված կա չէ գյուղ կանգնի գերանգ կոտրի մի խոսքով միավորվեցին այդ կազմակերպությունները եւ ստեղծվեց այս դաշինքը, որ նպատակ ունի պաշտպանել հաշմանդամների շահերը, արժանապատվությունը եւ ինտեգրել հաշմանդամների հասարակության մեջ։ Հասարակական կազմակերպությունների դաշինքում ընդգրկվեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների լուծման եւ նրանց հասարակությանն ինտեգրելու հարցերով զբաղվող Հույսի կամուրջ, Փարոս, Սկարբ, Հարմոնիա, Աստղացոլք, Շուշան, Լիարժեք կյանք, Լուսաստղ հասարակական կազմակերպությունները եւ Հույսի կամուրջի Դիլիջանի երեխայի զարգացման կենտրոնը։ Դաշինքում ընտրված կազմակերպությունները տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններ են ու դաշինքը դրանով էլ է տարբերում, որ համարյա թե բոլոր խնդիրներով զբաղվող կազմակերպություններ կան եւ ինձ չի թվում, որ որևիցե մի ուղղություն դուրս կմնա դաշինքի աշխատանքներից։ Եթե դաշինք է ստեղծվել, ապա դա հենց այնպես չի։ Ինչ որ նպատակ կա եւ լուրջ նպատակ, ես ինքս իրավաբան լինելով նաև կոմպոզիտոր եմ, ես վստահ եմ, որ այդ իմ ուժերը պետք են լինելու դաշինքի գործունեության հետ կապված եւ ինձանից հասանելի կանպայման անելու մեր բարգավաճման համար։ Դաշինքի գործունեության առանցքային սկզբունք դարձավ հաշմանդամների սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների իրականացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների եւ պայմանների ստեղծումը։ Հայաստանում հաշմանդամների խնդիրների լուծման համակարգված մոտեցում ցուցաբերելու եւ դրանք իրագործելու համար դաշինքը նախատեսում է կազմակերպել քարոզարշավներ։ Դաշինքը գործելու է եւ Երևանում եւ իր փոքր խմբերը կունենա մարզերում, այսինքն դաշինքի աշխատանքը լուսաբանվելու է ամբողջ հանրապետության տարածքում, դաշինքը կունենա իր էլեկտրոնային կայքը, որտեղ բոլոր աշխատանքները տեղադրված կլինեն եւ հասանելի կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենալ դաշինքի աշխատանքներին ծանոթանալու եւ դառնալու դաշինքի անդամ։ Դաշինքի դռները բաց են բոլորի առաջ, բոլոր հասարակական կազմակերպությունների առաջ, ովքեր կընդունեն նրա աշխատաձևը եւ կարծում եմ, որ արդյունքում մենք ունենանք այնպիսի մի օղակ, որը զուտ իր ոչ թե իրավաբանական ձևակերպման, այլ փոխըմբռնման ձևակերպման մեջ կլինի աննախադեպ եւ կունենա նույնպես աննախադեպ արդյունքներ։ Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում հաշմանդամների շատ խնդիրներ դուրս են մնում պետական ուշադրությունից եւ հոգացությունից։ Դաշինքի գլխավոր առաքելություններից մեկը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ համագործակցություն ստեղծելն է։ Մեր գլոբալ նպատակը դա հանրապետության շրջանակներում օրենքների որոշումների
այսինքն ազդեցություն գործել որոշում ընդունողներին, որպեսզի այդ որոշումները լինեն իրապես հաշմանդամների խնդիրներին ուղղված, հասցեագրված, որովհետև շատ դեպքերում որոշումները ընդունվում են, շատ լավ որոշումներ են լինում, բայց կյանքում չեն գուչվում, որովհետև իրանք հաշմանդամների հետ կամ այդ խնդրով զբաղվողների, փորձագետների հետ շատ քննարկված չեն եւ համաձայնեցված չեն եւ իրականում ստացվում է շատ դեպքերում շատ միջոցների ծախսում, բայց արդյունքը այդքան է կարծես թե ակնհայտ չի լինում։ Դաշինքը մի բացառիկ օրինակ է կոնկրետ խնդիրներ դնելու ու այդ խնդիրների հետամուտ լինելու մինչև այդ խնդիրների լուծումը։ Այսպիսով հաշմանդամների համար հրատապ շատ հարցեր կգտնեն իրենց լուծումը, վստահեցնում են դաշինքի անդամները։ Կրթության և մշակույթի զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով 2001 թվականին հիմնվեց Փարոս հասարակական կազմակերպությունը։ Տարիների ընթացքում կազմակերպությունը իրականացրել է կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են տարբեր տարիքի հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելու գործին։ Այս 6 տարիների ընթացքում կազմակերպությունը ջանքեր է գործադրել, որպեսզի այն մարդը, որը ֆիզիկական ինչ-որ թերությունների կամ բախտի կամոք հայտնվել է սայլակին կամ մեկ այլ հիվանդություն է ձեռք բերել, կարողանա մասնակից լինել հասարակական կյանքին։ Որքանով է հաջողվել մեզ, դա միգուցե կգնահատեն այն շահառուները, ովքեր օգտվել են մեր ծառայություններից, համենայն դեպս մենք փորձել ենք մեր դրած, մեր առջև դրված խնդիրները, մեր առաքելությանը հավատարիմ մնալ այն ուղղություններին, որը որդեգրել գրել է կազմակերպությունի սկզբանը։ Կենտրոնի կարևոր խնդիրներից է եղել շահառուներին մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցում աջակցելը։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում կազմակերպության շուրջ 300 շահառու ձեռք է բերել համակարգչային օպերատորի և դերձակի մասնագիտություն։ Այժմ մշակութային ծրագրերի միջոցով կազմակերպությունը փորձում է հասարակությանը տեսանելի դարձնել հաշմանդամների խնդիրները։ Այս պահին իրականացնում ենք մշակութային ծրագիր բացահասարակության ինստիտուտի դրամաշնորհով, որը ենթադրում է իրազեկել հասարակությանը մշակութային ծրագրերի միջոցով, մասնակից դարձնել մշակութային գործիչներին հաշմանդամության խնդիրներին և դրանց լուծմանը, այսինքն չթողնել, որպեսզի հաշմանդամության խնդիրը միշտ քննարկվի նույն մարդկանց շրջանակներում, այն կազմակերպությունների շրջանակներում, ովքեր զբաղվում են միայն հաշմանդամության խնդիրներով։ Թերևս այսպիսի մի վիճակ է ստեղծվել, երբ ցանկացած հարց քննարկելիս մենք հանդիպում ենք նույն մարդկանց եւ կարծես թե փակ շրջան է եւ մեր խնդիրը չի հասնում նրանց, ովքեր միգուցե կարող են որոշում ներկայացնել խնդիրի լուծմանը։ Փարոսն աշխատում է իր ծրագրերում ընդգրկել տարբեր տարիքի մարդկանց։ Փոքրիկների համար կա արվեստի թերապիայի դասարան։ Տասնամյա Արտակն այդ դասընթացներին հաճախում է արդեն մի քանի ամիս։ Նա ի ծնե տառապում է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ, փոքրիկ տղան տեղաշարժվում է քայլակի օգնությամբ։ Վերառական կրթության ծրագրով նա սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում։ Նայում ենք նկարին, Արտակը ներկայացնում է, թե ինչ է նկարել, ինչ է հասկանում այդ նկարի մեջ։ Միմնա նկարից որ կա, это նա բանը համյանի տոկյան է։ Երեխաները մասնակցում են արվեստի թերապիայի, այսինքն արվեստի միջոցով փորձում են արտահայտել իրենց մտքերը, իրենց զգացողությունները, իրենց ապրումները, նաև միաժամանակ շփվում են իրենց հասակակից ոչ հաշմանդամ երեխաների հետ։ Այսինքն տեղի ունենում փոքր շրջանակներում ինտեգրացիա, ներգրավում եւ հավասար հնարավորությունների ստեղծում երեխաների համար։ Այս բոլոր էտապները մենք անցել ենք, հետագայում արդեն կարելի ասել պատրաստված եւ հավատով, որ քեզ կընդունեն կհասկանան, գնացել ենք հանրակրթական դպրոց։
Դպրոցում որևէ խնդիր չի ծագել երեխաների հետ կապված, ուսուցիչների հետ կապված, ծնողների հետ կապված, խտրական վերաբերմունք, խտրական հայացքներ երբևէ չենք տեսել։ Կան հետաքրքրական հայացքներ, ուսումնասիրող հայացքներ, մարդիկ չգիտեն, չեն տեսել, ծանոթ չեն։ Վերջին հաշվով իրենք մեղավոր չեն դրանում։ Բայց վատ վերաբերմունք, կոպտություն երբևէ մեր հանդեպ չենք նկատել, ոչ իմ հանդեպ, ոչ Արտակի հանդեպ։ Շատ սիրով են երեխաները դպրոցում, մեկը մեկին շատ օգնում են, Արտակը արդեն ինքնուրույն գնում է դպրոց ու ինքնուրույն գալիս է։ Հաճախ իրան օգնում են դասընկերները, երբեմն դուրս եմ գալիս, տեսնում եմ ամբողջ դասարանը մեր բակում է, մեկը պայուսակն է բերում, մյուսը քայլակն է տեղափոխում։ Ներառական ծրագիրը իր գործն է արել, այսինքն կազմվել են աուպներ եւ երեխան բոլորին հավասար կարես թե սկսել է սովորել հանրակրթական դպրոցում եւ սովորում է հիմա իմ տղան։ Հաշմանդամների առողջության պահպանման եւ հաշմանդամային սպորտի զարգացման նպատակով 1999 թվականին հիմնադրվեց Սկարպ առողջական կենտրոնը։ Արդեն 2 տարի կազմակերպությունն անցկացնում է հաշմանդամային սպորտի փառատոն։ Սկարպը Երևանում հիմնել է իր տեսակի մեջ եզակի մարզադահլիճ, որտեղ մասնագետների օգնությամբ հաշմանդամները կարող են մարզվել։ Մենք խնդիր ունենք հաշմանդամների հետ կապված իրանց ստեղ հաճախելու հետ կապված, այսինքն կա այս ամեն ինչ ստեղծված, մի քիչ հաշմանդամի գալու խնդիրը կա։ Հիմա մենք ուրախություն մեր եվրոպական միության ծրագիր ունենք, որը մեկ տարվա ծրագիր է, այսօր ապահովում է մեքենայի հարցը, տեղաշարժման հարցը, ծրագրի մեջ ունենք այդպես հարմարեցված մեքենա գրկված, որը որ հաշմանդամներին, ցանկացող հաշմանդամներին կարողանում է բերի մարզադահլիճ եւ հետ տանի տուն, էլի։ Եվ արձագանքը շատ մեծ է, որտեղ ցանկացողները շատ են, ծրագիրն էլ լավ մեծ քանակով, ասենք 3 ամիսը մեկ խմբերը փոխվում են, մոտ 80-ից ավել մարդ է գրկված ծրագրի մեջ։ Ֆիզիկական նման պարապմունքներն անհրաժեշտ են սայլակին գանված մարդու առողջության պահպանման համար։ Վարժությունները լինում են եւ պրոֆիլակտիկ եւ բուժական։ Բուժական, այսինքն շատ մեր մոտ շատ հաշմանդամներ կան, որոնց մոտ վնասվածքից հետո լինում են մկանային համակարգի փոփոխություններ, այսինքն կանտրակտուրաներ, ատրոֆիաներ, կանտրակտուրա մկանի կարճացումն է, որոնք որ մենք ստեղ վերացնում ենք եւ տալիս ենք ինֆորմացիա, սովորեցնում ենք ինչպես պահել այդ վիճակը, որ հետագայում եթե նրանք աշխատում են կենցաղում, տանը կամ ցանկացած տեղ, նման տեսակի խնդիրներ չունենան, որտեղ էլ եմ ասում, նման տեսակի խնդիրները բերում են իրանք դառնում են ոչ մրցունակ, թե կյանքում, թե աշխատանքում, թե իրենց բարօրյայում։ Սպորտ դահլիճում մարզասարքերը հարմարեցված են սայլակի համար, չնայած դրան մարզադահլիճ են հաճախում ոչ միայն հաշմանդամներ։ Այսպիսով մարզումների ընթացքում հաշմանդամները շփվում են այլ մարդկանց հետ։ Սկարպի նախագահ Աշոտ Մկրտչյանը լավ գիտի հաշմանդամների խնդիրներ ու կարիքները եւ սա կազմակերպության գործունեության հիմնական սկզբունք է համարում, քանի որ այսպիսով հաշմանդամները հաղթահարում են մարդկանց հետ շփվելու բարդույթը։ Ամյա Գոհար Ստեփանյանը մարզադահլիճի մշտական այցելուներից է։ Գոհարը սովորել է պարարվեստի ուսումնարանի խորեոգրաֆիայի բաժնում, ողնաշարի վիրահատությունից հետո նա արդեն 10 տարի գանված է սայլակին։ Դե այցելելով այս մարզադահլիճը ոչ միայն ֆիզիկական ուժ է տալի, նաև հոգեբանական, որտեղ շփում եմ իմ ընկերների հետ։ Դե գիտեք, տրանսպորտի խնդիրները, մեր քաղաքի անմատչելիությունը, որ հաշմանդամներին չի թույլ տալի դուրս գան եւ շփվեն մարդկանց հետ, ապրեն, աշխատեն եւ այլն։ Երևի
շատ ցանկալի կլինի, շատ կուզենամ, որպեսզի շատ լինեն այսպիսի ծրագրեր, որոնք կունենան հնարավորություն մարդկանց տեղափոխել, բերել, աշխատել, ֆիզիկական ուժ տալ, հոգեբանական ուժ տալ։ Իսկ խորհուրդս այն է, որ պետք չի ընկճվել, կյանքը շարունակվում է, անկախ իրավիճակից, բոլոր հետ կարա դա լինի ու պետք է ուժեղ լինել ուղղակի, կամքից ուժեղ։ Գոհարն աշխատում է Նարեկացի արվեստի միությունում իբրև գործավար քարտուղար, երգում է Փարոս կամերային երգչախմբում։ Նա պատմում է, որ շնորհիվ իրեն շրջապատող մարդկանց հեշտությամբ է հաղթահարել իր նոր ապրելակերպի դժվարությունները։ 24-ամյա Ռոման Եղիազարյանը արդեն 3 տարի մասնակցում է Սկարպի ծրագրերին։ Զինծառայության ժամանակ ձեռք բերած վնասվածքի հետևանքով նա արդեն 5 տարի զրկված է ինքնուրույն քայլելու հնարավորությունից։ Ռոմանը պատմում է, որ մեծ դժվարությամբ է հարմարվել նոր վիճակին։ Սկզբից դժվար էր, բայց հետո համակերպվում ես էլ։ Աշխատում ես այնպես, որ հեշտ լինի ամեն ինչը։ Նամանավանդ շփում եմ ընկերների հետ, շատ օգնում են։ Օրինակ հիմա կոմպյուտերի դասերի եմ գնում, ուզում եմ սովորել աշխատել։ Յուրաքանչյուր հաշմանդամ ունի իր պատմությունը։ Ճակատագրերը տարբեր են, սակայն նույնն են խնդիրները։ Այս մարդկանց ամենից շատ ճնշում է հասարակության խտրական վերաբերմունքը, հետևաբար նրանց խնդիրների լուծումը միայն հասարակական կազմակերպությունների գործը չէ, այլ մեր հանրության յուրաքանչյուր անդամի։